Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Դեկտեմբերի 8-ից 9 Երևանի Պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի մարդու իրավունքների և ցեղասպանության կենտրոն հասարակական կազմակերպություն նախաձեռնությամբ անցեկացում ցեղասպանություն, հիշողություն, ճանաչում, կանխարգելում խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են ավելի քան 50 առաջատար փորձագետներ, գիտնականներ և մասնագետներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուանդայից, Բուրունդիից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից, Շվեդիայից, Միացյալ Թագավորությունից, Ավստրալիայից և Արգենտինայից։ Համաժողովի նպատակի, ընթացքի և սպասելիքների մասին կպատմեն մեր հյուրերը։ Մարդու իրավունքների ցեղասպանություն կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյան։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Աֆրիկայում և Սփյուռքում ցեղասպանության և մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հյուսիսարևելյան Իլինոյսի համալսարան Ժանին, շատ կարևոր է մեծ։ Նիկի Հիրագեզա։ Այո։ Եվ թարգմանիչ Թերեզա Մնացականյանը, լույս առավոտի։ Ինչ շատ հետաքրքիր է։ Խնդրում հարցեք մեր հյուրին, արդյոք իրենց Կարսինբիլի լեռը, արդյոք մեր Արարատ լեռան պես է իրենց համար։ Կարեք բարձր ասեք, քնած մարդ չունենք, հա։ Okay. Your Karsinbilic mountain. Does it have the same Ինչպես որ Արարատ լեռն է օրինակ մեր համար։ Կարսինբիլի լեռը։ Karsinbili mountain in your country. Կարիսիմբի ներողություն։ Karsinbili. Իրենց տարածաշրջանի ամենա բարձր լեռն է 4480 մետր։ The highest mountain. Ուգանդայի։ Դուք բավականին տեղեկացված եք։ In Burundi, the highest mountain? Yes. 4480 մետր, ասեք։ Ես գիտեմ այդքան է։ Okay. 480 meters. Ինքն էլ փաստորեն չգիտեր։ Yeah. Oh my goodness. And now I'm Բավականին thinking, պատրաստված եք։ you know what, there isn't like, because it's a hilly country. Burundi is a hilly country, so many hills and mountains. But I'm thinking, what would be the highest? Heha, there's a Mount Heha, H-E-H-A. Mount Heha. Բլրային երկիր է Բուրունդին, դրա համար հիմա այդպես դժվարանում է հիշել։ Հա, ասել։ Ինչ հիմնական նպատակ ունի այս գիտաժողովը։ Նախ շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Երեկ տեղի ունեցավ մեր գիտաժողովի բացման արարողությունը, ինչպես գիտեք, դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի միջազգային օր, եւ ամեն տարի դեկտեմբերի 9-ին աշխարհի տարբեր ցեղասպանագետները հավաքվում են տարբեր երկրներում եւ քննարկում են ինչպես կարող ենք այնպես անել, որ այլևս երբեք ցեղասպանություններ տեղի չունենան։ Ցավոք, իհարկե, մենք տեսնում ենք, որ այժմ նույնպես տեղի են ունենում տարբեր ցեղասպանություններ աշխարհի տարբեր մասերում, եւ մեր նպատակն էր, որպեսզի մեր տարբեր մասնագետների աշխարհի տարբեր երկրներից հավաքվեն Հայաստանում, քանի որ ինչպես գիտեք, Հայաստանը համարվում է ցեղասպանության կանխարգելման առաջամարտիկ պետություններից մեկը, եւ 2015 թվականին ՄԱԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության բանաձևը ընդունվեց եւ 2015 թվականից սկսած դեկտեմբերի 9-ը համարվում է ցեղասպանության կանխարգելման միջազգային օր։ Մեր գիտաժողովի նպատակն է, որպեսզի մենք համախմբվենք աշխարհի տարբեր երկրներից մեր փորձագետներին, իրավաբաններին, հոգեբաններին, ցեղասպանագետներին, որպեսզի խոսենք ինչպես կարող ենք կանխարգելել ցեղասպանությունները եւ ինչպես կարող ենք իրազեկել մարդկանց իմանան ինչ է ցեղասպանությունը, որտեղ է տեղի ունեցել, եւ մեզ համար հատկապես կարեւոր էր ոչ միայն խոսել հայոց ցեղասպանության մասին, Արցախում տեղի ունեցող ցեղասպանական գործողությունների մասին, այլ նաեւ խոսել օրինակ Կամբոջայի մասին, Ռուանդայի մասին, Հոլոկոստի մասին եւ նաեւ Բուրունդիի ցեղասպանության մասին։ Մեր գիտաժողովը բաժանված էր երկու մասի, մենք ունենք մշակութային հատված եւ ունենք գիտական հատված։ Դեկտեմբերի 8-ին Երևանի Պետական համալսարանում տեղի ունեցավ ցեղասպանությունների պատմության ցուցահանդես, որտեղ մենք ներկայացրեցինք աշխարհի տարբեր ցեղասպանությունների պատմությունը։ Եվ ունենք նաև ցեղասպանության հիշողության ծափ,
որտեղ կախված են աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող ցեղասպանությունների ականատես վերապրողների պատմությունը։ Շատ հետաքրքիր միջոցառում ենք արել։ Մեր փորձագետները ականատես վերապրողների լուսանկարները փոխանցում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին։ Ծիածան մանկապատանեկան վոկալ ստուդիայի երեխաներին են փոխանցել լուսանկարները եւ երեխաները կախել են այդ լուսանկարները ծառից։ Սա խորհուրդ ուներ, որ մենք մեր հիշողությունը եւ այն արժեքները, որ մենք ունենք մեր մեջ, մենք փոխանցում ենք հաջորդ սերնդին։ Իսկ ինչպես եք գնահատում Հայաստանի դերակատարումը միջազգային ցեղասպանության կանխարգելման քննարկումներում։ Ես կարող եմ ասել, որ Հայաստանը բավականին ակտիվ դեր ունի ցեղասպանության կանխարգելման գործում եւ բոլոր միջազգային հարթակներում մենք կտեսնենք հայ մեր ներկայացուցիչներին եւ ցեղասպանագետներին ինչպեսի կարեւոր ելույթներ են ունենում։ Ես գնահատում եմ Հայաստանի դերը այդ ոլորտում առաջամարտիկ եւ բավականին մենք բարձր դիրքերում ենք, քանի որ ունենք լավ փորձագետներ, մարդիկ, ովքեր խոսում են ոչ միայն հայոց ցեղասպանության մասին, այլ աշխարհում տարբեր ցեղասպանությունների մասին։ Իդեպ մեր գործընկերները երբեմն զարմանում են, ասում են դուք երևի այն քիչ ազգերից եք, ովքեր ցեղասպանությունը վերապրել են, բայց խոսում են նաև օրինակ Բուրունդիի ցեղասպանության մասին, տուցիների դեմ իրականացված ցեղասպանությունների մասին, հիրաների, կամբոջացիների։ Մեր համար շատ կարևոր է, որպեսզի մեր հանրությունը եւ մարդկությունը իրազեկված լինի, որ եթե մենք որոշել ենք ասել այլևս երբեք 1944 թվականին 77 տարի առաջ մենք դա պետք է իրագործենք, իսկ իրագործելու համար շատ կարևոր է, որպեսզի մենք իրազեկված լինենք եւ իրազեկենք նաեւ հաջորդ սերունդներին։ Հետարքիր Ժանինը առաջին անգամ է Հայաստանում թե ոչ եւ կուզեի նաեւ խոսեր նա իր կարծիքը հայտներ համագործակցության կարևորության մասին, հա, որովհետեւ սա նաեւ եւ փորձի փոխանակում է, մեծ ինֆորմացիայի փոխանակում է երկու երկրների միջեւ եւ ել ինչ է տալիս սա բոլորին։ Ես նախքան Ժանինի պատասխանել, ես ասեմ, որ մարտ ամսին ես մեկնել էի Չիկագո հենց իրենց հրավերով եւ հանդես էի գալիս հայոց ցեղասպանության սոցիալական հիշողությունը ինչպես է փոխանցվում հայ երիտասարդների մոտ եւ ռուանդացի մեր երիտասարդների մոտ, քանի որ ես ինքս Ռուանդայում եղել եմ եւ դաշտային հետազոտություններ եմ իրականացրել։ Իհարկե սկզբում, քանի որ հիմնական թեման աֆրիկյան երկրներում տեղի ունեցող ցեղասպանություններն են, բայց ես ասացի, քանի որ մեր ազգը ենթարկվել է ցեղասպանության, ես չեմ կարող խոսել միայն Աֆրիկայում տեղի ունեցող ցեղասպանությունների մասին։ Իրենք շատ ողջունեցին, որ ես համատական վերլուծություն անեմ։ Մեր համագործակցությունը շարունակվեց, իրենց հետաքրքրեց հայոց ցեղասպանության պատմությունը եւ մենք փոխանակեցինք տարբեր ծրագրերով, հրավիրեցինք եւ իրենք եւ իրենց թիմը մեծ սիրով ժամանեցին Հայաստան եւ շարունակում ենք նաեւ իրենց Բուրունդիայի ցեղասպանության ականատես վերապրողների նկարների ցուցադրությունը կազմակերպել Երևանի պետական համալսարանում։ Իդեպ մինչեւ դեկտեմբերի 11-ը բաց է լինելու, ձեզ սիրով հրավիրում եմ։ Բոլոր ցանկացողները կարող են։ Այո, մուտքն ազատ է, բոլոր ցանկացողները կարող են գալ եւ մասնակցել։ Շատ լավ, իսկ խնդրեի։ They are asking if is it your first time here in Armenia? What are the future cooperation? How do you think? What's your opinion? Merci. Yes, it's my first time here, and I'm so grateful. I feel honored by the invitation that you gave us from our center. And yes, we really hope in terms of cooperation and collaboration, there's so much that we can do together. Sharing knowledge is extremely important. Many times... we translate them. All right. Այո, սա իմ արդյունքն անգամն է այստեղ եւ ես շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ համագործակցության համար կազմակերպության հետ եւ արդեն կասին մնացած։ And what you were saying, I'm sorry, about the cooperation. The sharing knowledge. Որ կիսելով գիտելիքը դա շատ կարեւոր է երկու երկրների համար էլ։ Yeah, so many times oppressors benefit from our isolation. When we isolate ourselves one by one, then it's easy for oppressors to divide us. But when we are united, collaborating, sharing knowledge, sharing practices, especially in this case,
commemoration and memorialization practices, we can share and grow together and heal together. So this idea of cross-collaboration is going to help all of us, especially in terms of knowledge sharing. Երբ հաճախ մենք մեկուսացված ենք այդ ցավը տանում, ավելի դժվար է լինում եւ ավելի լավ է ցավը կիսել, խոսել դրա մասին եւ միասնականության գաղափարի շուրջ ծոր միավորվել, քանի որ դա մեզ օգնելու է աճել, ավելի լավ է դառնալ եւ մեր վերքերը բուժել։ So when Lilith's center comes to when you come with your center, you come with Armenia, you come with everybody. So it's not just Lilith who comes to Chicago and to learn from us. It's the whole, you're representing the whole community, the whole country, the nation, and the diaspora for that matter, right? So the practice is like what you bring into us, we learn from you and you learn from us, how we've been also learning about our own genocide. So the genocides that we're trying to learn about are similar. They were both silenced. Երբ Տիկին Մարտիրոսյանը իր կազմակերպությամբ գնաց ժամանեց Շիկագո, ասում է, որ դա ոչ միայն Տիկին Մարտիրոսյանի կազմակերպությունն էր, հա, այդ կազմակերպությունն էր, այլ ամբողջ Հայաստանն էր ներկայացնում եւ ներկայացնում էր այն փորձը եւ իրենք ներկայացնում էին իրենց փորձը եւ իրենց կազմակերպությունը իրենց փորձը եւ այդ փորձերի փոխանակման արդյունքում է որ կարողացավ լինել համագործակցությունը եւ so you were saying that it was because of the sharing. Yeah, the sharing of the knowledge. And so the genocides, Armenian genocide and the Burundi genocide that happened in 1972 was silenced. So different times, but for decades, both genocides were silenced. So how do you get out of that silencing? Is really important. So the practices that Armenians have been implementing to get out of that silence is what Burundians can learn from, right? So it's like a model of how you commemorate deep wounds that happened decades before. And so that's really what's happening. So 1915 through the 23rd for Armenian genocide, and in Burundi in 1972. And so decades later, because only recently the Burundians started talking about their trauma, sharing their stories. Only about 50 years, about 2-3 years ago, is when they started telling their stories. Before that, we were not allowed to share our stories. And now we can learn from how It's okay. Այդ փորձի եւ գիտելիքի փոխանակման արդյունքում էր, որ պարզ դարձավ, թե ինչպես կարող են իրենք բուրունդացիները եւս պայքարել եւ այդ լուր ցեղասպանություն, քանի որ երկու ցեղասպանություններն էլ իրենց ժամանակին լուր են եղել, իսկ Բուրունդիայի ցեղասպանությունը տեղի ունեցել բուրունդացիների ցեղասպանությունը 1972 թվականին։ Իրենք ասում են, որ այդ փոխանակման արդյունքում սովորում են, թե ինչ մեխանիզմներով կարող են իրենք եւս խոսել, բարձրաձայնել իրենց ցավի մասին, քանի որ իրենք վերջերս են սկսել բարձրաձայնել, թե ինչ է տեղի ունեցել իրենց ազգակիցների հետ, մինչդեռ հայոց ցեղասպանությունը, որ տեղի ունեցել 1915 թվականին, իր ժամանակին լուր էր եւ ժամանակի ընթացքում է այն էլ ոնց որ լուր վիճակից դուրս եկել, այդ պատճառով շատ կարեւոր է իրենց համար այդ համագործակցությունը եւ այդ գիտելիքի եւ փորձի փոխանակումը։ Լիլիթ ջան, ցավոք սրտի սա այն թեմաներից մեկն է, որի մասին, որի շուրջ պետք է խոսել շատ երկար, ցավոք սրտի մեր հաղորդման ժամանակն է շատ սուղ է եւ ես կուզեի ամփոփելով, հա, ես գիտեմ, որ այս համագործակցությունը, այս կապը լինելու է շարունակական եւ թեկուզ եւ ամեն տարի ինչ որ փոքրիկ հաջողություններով, ձեռքբերումներով, բայց միևնույնն է դուք եւ երկիր մոլորակի տարբեր հատվածներում ապրող յուրաքանչյուր սրտացավ մարդ ովքեր այս գաղափարի շուրջ են ձեզ հետ միասին, վստահ եմ ամեն տարին եզրափակելու ենք եւ փակելու ենք հաղթանակներով։ Այս տարին կարող ենք համարել, որ կայացած է, ստացված է եւ հասել է գոնե այն չնչին հաջողություններին, հաղթանակներին, որոնք առաջիկայում միշտ եղել են պլանավորված։
Այո, մեր կենտրոնը մարդու իրավունքների ցեղասպանագիտության կենտրոն հասարակական կազմակերպությունը ամեն տարի մշակում է իր ռազմավարական ճանապարհը, ինչպես պետք է գնանք դեպի միջազգային հարթակ, եւ ես կարող եմ ասել, որ այս տարի մեր կենտրոնի համար բավականին մեծ ձեռքբերումներ եղավ, քանի որ մենք համագործակցեցինք ոչ միայն ռուանդացի եւ բուրունդացի մեր գործընկերների հետ, այլև մեր հետազոտական շարքերում ընդգրկվեցին նաեւ մեր կամբոջացի գործընկերները։ Այո, ես կարող եմ ասել, որ հաջող տարեր մեզ համար, բայց դա չի նշանակում, որ մենք կանգ ենք առնելու, մենք շարունակելու ենք խոսել տարբեր ցեղասպանությունների մասին, քանի որ մեր կենտրոնի հենց առաքելությունը ի սկզբանե այն է, որ մենք խոսենք տարբեր երկրներում տեղի ունեցող ցեղասպանությունների մասին։ Թեպետ տարբեր երկրներում են եղել ցեղասպանություններ, բայց ես կարծում եմ ցավը չունի ազգություն եւ ցավի մասին պետք է խոսել անկախ ազգությունից։ Եվ կիսել ցավը։ Եվ կիսել, այո։ Շնորհակալ ենք շատ, ես վստահ եմ, որ մենք կրկին հանդիպումներ կունենանք եւ ունենք առիթ հյուրընկալելու շատ կարեւոր եւ թանկ հյուրերի բոլորիս համար։ Շնորհակալ ենք շատ։ Մենք նույնպես շնորհակալ ենք հրավերի համար։ Այսքանը կհանդիպենք վաղ տաղարում կլինի Թերեզան եւ Կրիստինան։ Պակա։